Սամվել Խանամիրյան, թոշակառու, 69 տարեկան եմ։ Ես ամբողջ կյանքումս համ երաժիշտ եմ եղել, վերջը բոլորն են ճանաչում են, ոչ մեկի ոտը չեմ տրորել, ոչ մի անգամ ոչ մի նարուշենի տեն չունեմ, միլիցիայի դուրը չգիտեմ ինչա, ոչ մի անգամ ոչ կանչել եմ, ոչ օրենքից դուրս ոչ մի բան չեմ արել։ Աշխատում է Երևան երթուղային տաքսի է քշում 1460 վերջը համարները, որ արդեն հասկանում եմ, որ գալիս է վերջնակետը, ժամանակները փոխվում է, ավտոբուսները, ես էլ առողջական մեծ խնդիրներ ունեմ, մի կերպ քշում ենք, յոլա են գնում բարձր ապրող մարդիկ։ Ասեցի գոնե մի քիչ կոպեկ հետ գցեմ, մի կերպ մի բան անեմ, մի մեքենա վերցնեմ, որ ասենք այդ հեպորկազատ են աշխատանք չեմ ունենա, կարողանանք գոյատևել, թորներ կան, ընտանիք կա, երեխաներ կան։ Հետո գումարը շատ քիչ էր, շատ վերինասճանի քիչ էր, ինչքան էլ պահում էի, ինչքան էլ ասենք բանը, դե բոլորդ էլ հասկանում եք, որ մեծ ընտանիք, տղուս կորցրել եմ շատ շուտ, 6 թվին կորցրել եմ, որից հետո սա պատասխանատվությունը, հենց ինքը շատ էր օգնում, բայց դրանից հետո պատասխանատվությունը սա մնաց իմ վրա, թորներ մեծացնել, ընտանիք, հասկանալով, որ հետո շատ մեծ դժվարություններ ա լինելու, ասեցի, ես էլ ամբողջ կյանքում ճիշտ ասած ունեցել եմ մեքենա, ասենք սովետական ժամանակները, ասեցի մի մեքենա, մի քիչ էժան, մի քիչ մեծ մեքենա հարմարացնեմ, մի քիչ լավ մեքենա, բայց էժան գներով, հետո Հայաստանում հնարավոր չէր, առնեմ, որպես երբ որ կմնամ պարաբել աշխատանք չեմ ունենա, ծառայի ընտանիքին, ասեցի 6 տեղանոց Mazda մեքենա էր, MPV, ասեցի դե վերցնեմ, ես շատ լավ է։ Ու այդ ոնց որ ստացեց, ամբողջ իմ պատմության մեջ իմ կյանքի ամենամեծ սխալը հենց դա ես կատարեցի։ Այդ մեքենան գնեցի, բերեցի ու գա խնդիրների մեջ, հենց բերած օրվանից առաջ երթին տամոժնում գները փոխվել էր, այդ դնդով 2% էր դարել էր 4%, ու ստեղ էլ արդեն խնդիրների առաջ կանգնեցի, մեքենան ինքը մի փոքր բաներ դեպ չանում էր, թանկ էին չէր ճարվում մասերը, Վերջը, որպեսի շատ երկար չբացատրեմ, տարին մի անգամ պետք է անցկացնեինք այն կողմը, անցկացրինք, մի տարին անցկացրինք, երկրորդ տարին, որ պետք է անցկացնեինք, մեքենան մի տարի էր, ես չէի արդեն քշում, մարտ ամսից, անցյալ տարվա մարտ ամսից, մեքենան շարժիչը լռել էր, այսինքն ոնց որ ասում են ստուգ էր տվել, Ես հնարավորություն չունեի, որ ինչ-որ տանեմ, ասենք, տեղ սպասարկման տեղ կամ չգիտեմ ինչ, շատ մեծ գումարների, ես ընդհանրապես արդեն ես չէի աշխատում, հենց այդ մեքենա բերելուց մի ամիս հետո, 2 ամիս հետո ինձ փակվեց մեր գիծը, 68 համարի երթուղային գիծը փակվեց, մնացի, որ ասում են, պարապ, ասի, չգիտեի ինչ անեմ, ասիկ, հետո որպես համ գումարներ ունեի փակվելու, համ այդ մեքենան սարքել հնարավոր չէ, 40,000 թոշակով էջ հնարավոր չի, դա ամենակ բոլորդ էլ հասկանում եք, որ հնարավոր չի, որպես նորից եմ ասում շատ չերկարացնեմ, ես մեքենայի սարքելու համար հնարավորություններ ընդհանրապես չկար, բացառվեց այդ հնարավորությունները, նույնիսկ դաժե սկսեցինք մաս էին ուզում, որից մաս տալ, որ կարողանանք յոլա գնալ։ Քիչ մաս տալով, բան, ինչ-որ մեկ մի բան, ասում ենք, հա ոչինչ, կառնենք, եսա գումար կլինի, կնսենք, դա։ Սենց եկավ համարը այդ ժամանակը լրացավ, որ պետք է մեքենան անցկացնենք։ Ճիշտն ասած, ես հիմի ուզում եմ մի բան ասեմ, մի քիչ կարող է ծիծաղալու լինի, բոլոր այդքան չհասկան, անել ասեն, էս որդիվն է, բայց ես էսպես հասկացողությունը Անհանրապես գաղափար չեմ էլ ունեցել, թե պետք է ինչա ուզում ծառայում, ինչի համար, Դե ես էլ որ մեքենա ժամանակն եկա, որ երեխեն ասա, պապի, բա այս մեքենան ոնց ենք անի, ես ինչ անեմ, ասի, թե տղա ջան, դե գումար չկա, այդքան գումար, ես չգիտեմ, ասի, ում դիմեմ, ինչ անեմ, ում խորհուրդ հարցնենք, ասեցի, դե լավ, դե որ չի լինում, բերես մեր դեպուտատին խնդրեն, Արենին Մկրտչյան, Հանդիպեմ, խնդրեմ ճանաչումել են իրանք, ինձ ասի խնդրեմ, ասեմ, որ ցենց բանը ինչ պետք է անեմ ես, ինչ կարող անենք, որ հնարավորություն չունեմ, էլի ասենք,
Հետո չեղավ, դեպ ինչքան չարչարվեց, եթե հնարավորությունը չեղավ մեր դեպուտատին հանդիպելու, ոչ մի կերպ, էլ իրավորել, դիմեցի, զանգեցի, չստացվեց։ Այդ ժամանակ ընկավ բանի, Փաշինյանի այդ ինչ են ասում այդ բանի հեռախոսի մեջ իր բան այդ սայթը։ Ես գրեցի մի անգամից իրան, գրեցի որ պարոն Փաշինյան, ես սենց խնդիրների առաջ եմ կանգնել, ճիշտ է, ես արդեն փոշմանել եմ շատ, որ այդ մեքենան գնել եմ, բայց եղել է։ Ես ձեր հանրապետության քաղաքացի եմ, մեծ մարդ եմ, հիշողությունս մի քիչ նորմալ, չի առողջական մեծ խնդիրներն եմ, հեսա դեղերը, անընդհատ ես Սեմերկարովսկի դեղարն եմ։ Ես չգիտեմ ինչ անեմ, ում դիմեմ, որ ասենք հանկարծ խնդիրներ չծագի։ Դե հասկանում եմ, որ ինչ-որ մի բան են չի լինի, բայց որ սենց ինչ-որ սենց կատաստրոֆիկ իմ տիրոջ երեկանը սենց կբռնեն սախ կթաղեն, չէի պատկերացնում։ Չէ գրեցի նամակը, սպասեցի պատասխանին հեռախոսով։ Ոչ մի պատասխան ինքը որ միշտ ասում է ես կարդում եմ, պատասխանում եմ, ասի որ չի վերջը մարդ է, սով ես կունենա, ասի արա այս մարդը մեծ մարդ է։ Մի գոնե ասեմ ախպերս չի լինի կամ կլինի կամ դիմիրս տեղ, հա, մի հատ խորհուրդ տան։ Որը ժամանակ հետո կանչեցին գնացի 615,000 ինձ ստուգանել էին։ Ասում եմ չի համար եք ես ստուգանել, ես ինչ եմ արել, ես անառողջ մարդկի բուժման հնարավորություն չունեմ, ես մեքենա վերոնկնու հնարավորություն չունեմ, ասում ա կդնեիր բանի վրա, վերջը կտանեիր այդ մեքենայի վրա կտանեիք, բանը, ասում եմ ես դրա հնարավորությունն էլ չունեմ։ Ես չունեմ, եթե աբսոլյուտ ես 40,000 է, ես ոչ մի դեղը չեմ կարող առնեմ։ Ես չունեմ այդ, ինձ ոչ օգնող ունեմ, ոչ հարազատ ունեմ միլիոնատեր, ոչ բան։ Ես այս երկրի քաղաքացի եմ, ախպեր արել եմ այդ սխալը։ Կանչեցի կասեր Սամվել, առես մի 50,000, 60,000, քեզ այս օրերի համար քեզ նկատողություն, մի հնարավորություն ստեղծի, չգիտեմ, մի բան արեք, տարեք ռադար եք այդ ավտոն, այդ մի $3,600 փող ենք տվել այդ ավտոին, այս ի վրա դարավ, չգիտեմ, արդեն իրա գնից ավելի ստուգանել են։ Դիմումը գրեցի, ասեցին դիմում, ասես խնդրում եմ, որ այս բողոքարկման դիմումը, ես հնարավոր է որ մասնակցեմ այդ բողոքարկման նիստին, դատին, ասեցին անպայման, առանց քեզ իրանք, եթե նշել ես, չեն կատարի, ոչ մի հատ որոշում չեն կատարի, քեզ կկանչեն, դու կգաս, այդ հունվար ամսին էր, հունվար ամսվանի դες սպասում եմ, որ ինձ պետք է կանչեն, անտած սպասում, որ հայ էսա սորեկոց, այնտեղ շատ կային բողոքարկման, այսպես դաստով թղթեր կային, որոնք նույն իմորի մարդիկ էին, բայց ասենք երիտասարդներ էին հիմնականում, բայց չգիտեմ ով ինչ պրոբլեմ ուներ։ Ասեց երևի շատ է այդ բաները, այս մարդիկ այսքան տակից չեն կարողանում դուրս գան, դրա համար ասից երկարում է։ Ու մեկ էլ ինձ ասում են, որ է բան է, քեզ տուգան կտ ավելացել է 615,000-ը, ավելացել է Արկադիրա գնացել 840, այսինքն առանց ինձ նորից իրանք նիստ են արել, ժողովենը գնում եմ իրանց դիմեցի, ասում եմ ես ոնց է եղել սենց, ոնց կարել, դե ասում եմ իրանք գծել են, որ բան չի, քու կարիքը չկա, ասում եմ այդ կարիքը ես է պրոբլեմի մեջ եմ, դուք չեք, այդ պրոբլեմի տերը ես եմ, ինձ պետք է կանչեք, ես ասում եմ քու հիմնավորումները թղթի վրա կա, որ ասել ես, իրանք գծել բռնել են, որ դա բավական չէ, քեզ այդ ինչ պետք է լիներ հիմնավորում, ես խնդրում եմ, այ հենց հիմա խնդրում եմ բոլորին, մի հատ հիմնավորում ասեք, եթե մարդը թոշակառու 65 տարեկան անառողջ մարդ, թոշակառու մարդ, հնարավորություն չունի, ոչ միայն զեկոպեկ չունեմ ես, ոչ նա ամոթել է ինձ, այսքան տարեկի, բայց մեծ ընտանիք եմ մեծացրել, սոյ պարկասում երեխեքը ապրում են, մեծ տղա եմ կորցրել 29 տարեկան, ինչ պետք է ես լինեի, որ դուք ինձ ասեք այդ բավականա այս ճիճելու համար, նույն երկրիդ քաղաքացին եմ, աշխատանք մանեմ եկել, ես հիվանդ տալիս հա մանեմ եկել, ասել եմ մի գործ գան, նայում են ասում են Այ, պապի 69 տարեկան մարդ ես, դենա հանգստացի, գործ չկա, ոչ են եք տալի հնարավորություն, ոչ վերջումն էլ ասում եմ բավական հիմքեր չկա, ինչ անեմ, ես դիմում եմ ձեզ, խնդրում եմ ինձ ասեք, ես ինչ անեմ, ես հիմի դուք դրել եք, բերեք սովորական հաշվարկը դնենք սեղանին, ինձ ասում են 30%, չգիտեմ ինչ տոկոս, պահելու են այդ 40,000-ից Ես խնդրում եմ դուք պրոստը ասեք, ես սրանից հետո քանի, ես կարող եմ վաղնել, հեսա դեղերը լիքը հանդեր Կարող է վաղնել վերենք նմերնեմ, կարող եմ 10 տարի ապրեմ, օրինակ, 10 բաց ասենք դեն շարունակվի, ես ինչ եմ անելու, այդ 10 տարին ես պետք է ձեզ այդ փողը տամ, ես օդով եմ ապրելու, ինչով եմ ապրելու, տաննել են ինձանից երես թեքել, հավեր անգամ ասում եք, քեզ ասեցինք, չգիտեմ, կներեք իհարկե, սենց արական, ինչ պետք անեի ես,
Ինչ այս, հացագործ եմ, ինչ եմ, բա երկիր ես, ղեկավարը ես, մեզ բրտում ես, խոսում ես, սենցան, նենցան, ես սենցան, ապագա, ինչ ապագա, ուրա, ստի ապագան ուրա, որդի այմ ապագան, կներեք, էլի, իհարկե խնդրում եմ, կներեք, ես պրոստը չգիտեմ, չգիտեի ելում դիմեմ, ես չեմ մերել, բայց ցավակցողները հաստատ կլինեն, հետո ինչ-որ մի բանում կհարմարվեմ, գոյն է, ձեն հանեք, ասեք, տեգ, լայմար, ինչա, կանչի ինձ ասա Սամվել, քեզ որոշեց, նիստը որոշեց, որ քեզ պետք է գյուլենք, գյուլենք պրծնեմ, սաղ թաղել եք, ինչ տարբերություն։